Ինչպիսին որ ձեր մտքերն են, այնպես էլ կլինի ձեր երեխաների կյանքը։ Ողջույն սիրելի ծնողներ, հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո, ամեն։ Եթե ուզում եք, որ ձեր երեխաները հրեշտակներ լինեն, դուք չար ու դիվական կյանքով մի ապրեք։ Սուրբ Ամբրոսիոս Օբձինսկին գրում է, որ ոչ միայն մարմնական հիվանդությունները, այլ նաև ծնողական կրքերն ու մոլուցքներն են փոխանցվում երեխաներին։ Եվ սա տրամաբանական է։ Եթե երեխան ամբողջ օրը տանը հայհոյանք է լսում, ապա շատ շուտով մի օր նա էլ պիտի հայհոյի։ Եվ մենք բոլորս գիտենք այս մասին։ Ծնողներ ջան, խնդրում եմ ձեզ, ուշադիր եղեք և ուշադրություն դարձրեք ձեր հոգևոր և մտավոր մաքրությանը, որպեսզի երեխաները մեծանան ու աճեն այդ մաքրության մեջ։ Եթե երեխաները մեծանան հոգևոր ու մտավոր կեղտի մեջ, այսինքն ամբողջ օրը լսեն հայհոյանք, բամբասանք, ատելություն, սերիալներ, ցուցամոլություն, մշտական ընտանեկան վեճեր չկոտրվելու համար, ապա նրանք կեղտոտ որոշումներ կկայացնեն իրենց կյանքում ու այդ կեղտը կցպնեն ծնողների և մարդկանց դեմքին։ Հիշեք, ինչպիսին որ ձեր մտքերն են, այնպիսին կլինի ձեր կյանքը։ Իսկ ծնողի պարագայում, ինչպիսին որ ծնողի մտքերն են ու նրա վարքը, այնպիսին էլ կլինի իր երեխայի կյանքը։ Դուք մաքուր ապրեք և մաքրության, հոգևոր մաքրության մեջ մեծացրեք ձեր զավակներին։